Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իշխանություններին հեռացնելու իրենց գաղտնի պլանի մի մասն է կազմում, նաև թիմերում իշխանություն վերցնելը, դրան զուգահեռ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները համայնքներում իբրև թե բարեգործություն են անում, գյուղտեխնիկային նվիրում համայնքներին, լոռու մարզում անվճար տրանսպորտ են մտցրել, նաև 5-րդ երեխան ունեցող ընտանիքին բնակարան են խոստացել։ Արդյոք սրանք ընտրակաշառքի դեպքեր չեն ընտրություններից առաջ եւ օրենքով կարգավորմանի հնարավորություններ կան։ Մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում եւ դրան պետք է նաեւ լինի համապատասխան արձագանք, որովհետեւ եթե կա բարեգործության հարցը, թող բարեգործները չթալանեին ճակերտավոր ժողովրդից, էլի եմ ասում, հոսանքի եւ բանի անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ են տարել ժողովրդից, հիմա եկել են ասում են բարեգործություն։ Մենք չէ, իրանք նշանակում է բավարար չափով հարկված չեն եւ բավարար չափով թալանված միջոցներ դեռ ունեն, որ դա կարողանում են անել։ Պետք է իրանք բերել են վիճակի, որ իրանք դա չկարողանան անել եւ մենք դա անելու ենք։ Ընդ որում թալանվածի տրամաբանությունը եւ թալանի տրամաբանությունը շատ հստակ երևում է։ Էլի եմ ասում են բանակին էս են կարել, զորամասերի վրա ավել հոսանքի փող են գրել, հիմա ասում են բանակի համար էս են կարել, բանակից հոսանք չգողանայիք բանակի հոսանքը, ասում են երեխեքին բան ենք անում, պայուսակ ենք, անցած տարի էր, չէ, սեպտեմբեր, դպրոցների վրա ավել հոսանքի փող են գրում, ասում են, այդ ավել հոսանքի փողից իրանց գեներացիաց շահույթի 5%-ից բանի դուրս գրած պայուսակներ են առնում, ասում են երեխեքին բարեգործություն են անում։ Այսինքն դա էլ չեմ ասում բանը, ես ցնցված եմ, հետևյալ, որովհետև լուրերով նայում եմ Արարատ ցեմենտի շուրջ տեղի ունեցող գործընթացները, լուրերով նայում եմ վերևից կադրեր են ցույց տալիս Արարատ ցեմենտ գործարանի։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Այդ 21-րդ դարի գործարան, հա։ Դա ավար է ընդամենը, թալանի օբյեկտ է։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Միլիարդներ են աշխատել, միլիարդներ են տարել։ Ես եմ 2 տարի առաջ, որովհետև ես բանից, դրոնից կադրերը չունեի, այդ գործարանի մոտով անցել եմ, պարոն Ծառուկյանի մի առիթով ասել եմ, ամոթ է, գոնե այդ բանը, այդ մուտքը այդ ինչ վիճակում է։ Ոնց որ գոմը լինի։ Միլիարդների շրջանառությունը գոնե կարակ այդ մուտքի հատվածը բան անեք, 2 կոպեկ փող դնեք, մենք շկարքի բերեք։ Մուտքի հատվածը, գնացեք նայեք վերևից, կերև այդ գործարանի սեփականատերն է այդ օգտագործողը, թե սեփականատեր չի։ Հիմա Փառք Աստծո անցել է պետության կառավարմանը, եւ ես համոզված եմ, որ ինչպես հեծի դեպքում դեռ շատ նորություններ կիմանանք բանից, ինչքան հետցում բացահայտումները շատանում են, այնքան կալուգացի օլիգարխի ցանկությունը նոր բարեգործություններ անելու ավելի մեծանում է։ Հասկանալիորեն ցույց տալու համար, որ այդ թալանածը մենակ իր համար չի, կիսվում է ինքը ժողովրդի հետ։ Ժողովրդի հետ կիսվելու մենակ մի ձև կա, դա պետական եւ համայնքային միջոցներն են, որովհետեւ դա է ժողովրդի գրպանը։ Ուրիշ մնացած տեղերում ուրեմն դա թակարդ է ժողովրդի համար, ինչպես տեսել ենք նախորդող շրջանում։